Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուժային կառույցներում ծառայողին ազգուտակի ներկայացուցիչները չեն ասի, որ էլի մեզ կանգնեցին։ Իսկ երբ են ասել։ 21 թվականին։ Չի կա, բացառվում է այդպես բաներ։ Ինչ է կանգնեցել, ինչ են ասել։ Ասել են, որ կընտրեք գործող վարչապետին։ Ու հետո ինչ ա եղել, ինչի չեք ասել դրա մասին։ Որտեղ փաստեր չունեմ, չեմ ունեցել, որ ապա։ Հիմա ունեք։ Հիմա էլ չունեմ։ Դե խնդրում եմ դատախազությանը սա ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։ Բայց ես բացառում եմ նման, 21 թվականի ընտրությունները եղել են բացառիկ մաքուր ընտրություններ, որոնց արդյունքները չի վիճարկել ոչ ոք։ Բայց միտք զավակեն, մենք չենք կեղծելու ընտրությունները։ Հենց որ հույս չունենանք, որ մենք կեղծելու ենք, որ իրանք չկան իշխանության, ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ, որ դուք չեք ուզում իրանք կան իշխանության, հենց որ արեք ձեր ընտրությունը։ Պայծառատեսության հարցում շատ վատ եք, փորձեք ձեր ուժերը։ Սպանության դեպքին անդրադարձակ Պողոս Պողոսյանի Պարոն Քոչյանը ոդքասթում ինչ-որ անդրադարձել է մետրոյում տեղի ունեցած միջադեպին, կնոջ վրա Փաշինյանի հարձակմանը եւ նշել է, որ սա խոսում է մի բանի մասին, որ նա ունի նաեւ հայկական դաստիարակության կոդը։ Չեմ պատկերացնում ինչպես կարելի է փոքր երեխան փոխքը կնոջ հետ խոսել նման տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ է եւ դա դրսեւորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այդ մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական Դե նախ ես չգիտեմ, օրինակ հայկական դաստիարակության կոդի որ մասով է պայմանավորված, որ մեկը եթե քեզ ասում է պրիվետ ռոբ, քո թիկնապահը գնում իրան զուգանում ծեծելով սպանում է։ Ես հայկական իմ ծնողները ինձ դաստիարակելիս չեն ասել, որ մեկը քեզ ասի պրիվետ ռոբ, թիկնապահիդ ասա թող գնա իրան զուգանում սպանի։ Ես թիկնապահ իհարկե չունեմ, բայց հիպոթետիկ նույնիսկ եթե ունենայի դժվար է։ Հաջորդը պետք է իմ կուրսեցին լինեք, որ փորձեք նարեք եւ դաշնակցական։ Գնացեք մտեք դաշնակցություն, դարձեք իմ կուրսեցին եւ փորձեք։ Եվ հաջորդը էլի հայկականության մասին է, էլի։ Այո, Փաշինյանը հայերեն լավ է խոսում։ Եվ այո, Փաշինյանը երբեք ռուսերեն լեզվով ինչ որ մեկին ձայնային հաղորդագրություն չի ուղարկել, ասելով, որ դուք ես ձեր հորդորով եկա մտա Հայաստանում քաղաքականություն, ինձ հանեք ստեղից։ Կրկին հորդորում եմ պարոն Քոչյանին ասել. ով է իրեն հորդորել ռուսերեն լեզվով մտնել Հայաստանում քաղաքականություն եւ ում էր նախընտրում, որ իրեն հանել, շատ լավ եկեք փորձակնություն անենք, այդ ինչի արշակ ճակերտների մեջ Սրբազանի բանը ենթադրյալ տեսանյութը կտան փորձակնության, ես էլ եկեք տանք փորձակնության։ Ես առաջարկում եմ Ռոբերտ Քոչյանին վերագրվող ձայնագրությունը տալ անկախ փորձակնության, ընդդեմ այդ ձայնագրությունը հրապարակվել էր արհեստական բանականության, ChatGPT-ից առաջ, այնքան հեշտ չէր այն ժամանակ սարքել։ Տանք փորձակնության հասկանանք, եւ եթե պարզվի, որ այդ ձայնագրությունը ճիշտ է, հասկանանք ում է ասել։ Եվ եթե պարզվի, որ իրոք ասել է, ես կարծում եմ մեր հանրությունը դրան պետք է արձագանք ունենա։ Պաստորեն դուրս կգա, որ մենք գործ ունենք ոչ թե քաղաքական գործչի, ոչ թե նախագահի, այլ ինչ որ կուսակալի եւ ագենտի հետ։ Իսկ ինչ են անում ագենտների հետ, բոլորը գիտեն։ Վերադառնալով կոդին եւ դաստիարակության Ինչ։ Դե ասեցի, համակարծիք եք, որ մետրոյում տեղի ունեցած բանավեճը կնոջ հետ խոսում է մարդու դաստիարակներով։ Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն մասերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է եւ ես հպարտ եմ, որ վարչապետը այդ ներողությունը խնդրել է, բայց բացի դրանից, ելի վերադառնալով Պողոս Պողոսյանի սպանությանը, ոչ միայն Քոչյանի թիկնապահը սպանել է իրեն պրիվետ ռոբ ասած դաշնակցականին, այլ նաև ինքը դրանից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել ընդհանրապես դրա համար։ Մի հատ հայտնի տեսանյութ կա, որտեղ ասում է, այդ մարդը եթե կենթանի լիներ, ես իրան երկու բան կասեի։ Այնպես որ դաստիարակության մասին ով ինչ խոսա։ Շարունակություն եք եպազրույցը, ավարտում եք եպազրույցը Ռոբերտ Քոչյանի։ Դե բայց ի՞նչ մեղք է։ Շատ եք վախենում։ Դե ժողովուրդ ջան, ախր եկեք ճիշտը խոսանք, էլի, նայեք։ Այս ձերը չի, բայց ձերը News AM, հասկացա, ձերը News AM-ն է, ստեղ էս ինչ է, էս Armenia Today-ն է, էս չէ, սերժականը։ H2-ը հիմա ստեղ չի, բայց նոր ստեղ էր։ Այսինքն ես ինչ մեղք ունեմ, ես ինչ մեղք ունեմ, որ այս լրատվամիջոցների մեծ մասը, մի մասը պատկանում է Քոչյանի հետ կապ ունեցող ուժերի, բացատրում եմ ինչ են խոսում։ Հա, մի մասը Քոչյանի հետ կապ ունեցող լրատվամիջոցներ են եւ իր շրջանակներից ֆինանսավոր։ Մի մասը Սերժ Սարգսյանի, մի մասը ռուսաստանցի օլիգարխի, հենա նստած է, ռուսաստանցի օլիգարխի մերձավորների կողմից ֆինանսավորվող
մի հատ նայեք, Armad Media, ռուսաստանցի օլիգարխի ներողություն էլի։ Հիմա պարզա չէ որ դուք ինչ որ առումով նաև լրատվական ներկայացուցիչներն եք, այդ քաղաքական գործիչների։ Հիմա գալիս եք այդ մարդկանցից եք հարց տալիս։ Ես ինչ մեղք ունեմ։ Ոչ, դուք եք Քոչյանից հարցրել, դուք եք ընդդիմությունից։ Ես մեղավոր եմ, որ ընդդիմությունը։ Իդեպ ես առաջարկում եմ հետեւյալը, եթե մեր հանրությունը հոգնել է նախկին, այսինքն նախկիններից։ Լսեք, դուք չեք պատկերացնում ինչքան եմ ես հոգնել։ Եթե մեր հանրությունը հոգնել է նախկիններից, լուծումը հետեւյալն է։ Այդ մարդիկ պետք է ստանան 0 քվե։ Մարդիկ օրինակ արդարացիորեն ասում են. Մեզ, ասում են Ժորժ ջան, բանա, ինչ հետաքրքիր է, այս ընդդիմությունը գալիս է ինչից խոսա, թեկուզ օբյեկտիվ խնդիրներից։ Ֆռում ասում եք, բա դուք այդ թալանչիներ։ Ասում են, սենց արդար չի ու ճիշտ են ասում, որովհետև դե հա, օբյեկտիվորեն դժվար է, մեկը ասենք եկել է իր խմբակցության կեսը ապօրինի գույքի բռնագանձման տակ է, իրանց խմբակցության չէ, իրանց ուժի ղեկավարը $200 միլիոն է իրանց պահանջում դատախազությունը, գալիս ինչ որ բան են ասում։ Բայց մյուս կողմից, այո, դա սպանում է քաղաքականությունը, սպանում է բովանդակային զրույցը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ մենք չենք, չէ՞ Քոչարյանին ընտրել, որպեսզի գա այստեղ խմբակցություն ունենա։ Սերժ Սարգսյանի ֆրակցիան մենք չենք, չէ՞ ընտրել, մարդիկ են ընտրել։ Հիմա որպեսզի հաջորդ շրջափուլը 26-ից հետո չդառնա մոտավորապես նույնը, երբ որ կլինի, ասենք, մի քանի խմբակցություն, մեկը Քոչարյանի էլի տակ, մյուսը ռուսաստանցի օլիգարխի, մյուսի կամ չգիտեմ, այլ օլիգարխի, պետք է այդ մարդկանց տալ 0 ձայն, պետք է ընտրել այն մարդկանց, ովքեր օրինակ նախ իրանց շահերի կենտրոնը Հայաստանում է, իրանք այլ երկրներ ինչ որ ձայնագրություններ չեն ուղարկում, ասում դուք եք ինձ հորդորել մտնել քաղաքականություն։ Պետք է մտնել մարդիկ, ում կապիտալն է Հայաստանում, ովքեր Հայաստանի քաղաքացի են, որտեղ դեսամարտությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են ընտրվել։ Պետք է ընտրել մարդիկ, ովքեր չեն վախենում խոսել։ Օրինակ, ռուսաստանցի օլիգարխը վախենում է խոսել։ Հասկանում եք, այդ մարդը վախենում է խոսել։ Ես ունեմ ենթադրություններ, իդեպ մի առաջարկ ունեմ։ Եթե ինքը վախենում է խոսել, որովհետև հայերեն նորմալ խոսել չգիտի, ես կարծում եմ բոլորիս համար ընդունելի կլինի, կամ ձեր համար չգիտեմ, իմ համար ես պատրաստ եմ այդ զողողությանը։ Թող ռուսերեն խոսի։ Եթե պարզվի, որ ինքը ռուսերեն էլ նորմալ չի կարողանում խոսի, այդ դեպքում չգիտեմ ինչ անել։ Այդ կներեք, բայց այդ դեպքում ես լուծում չունեմ։ Բայց ամենայն դեպս թող խոսի։ Եվ հետեւաբար լուծումը հետեւյալն է. այդ ուժերը պետք է ստանան 0 քվե, որպեսզի մենք ունենանք նորմալ խորհրդարան։ Պարոն Ռուբինյան, հայ-թուրքական հարաբերություններից ինչ նորություն ունեք։ Նորության դեպքում ես կհայտնեմ այս պահին նորություն չկա։ Չէ, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ, երբ որ 2 օր առաջ, թե 1 օր առաջ։ Քլաչի հետ։ Այո։